Ողջույն գործարարալիքին միացած մեզ լսողներ եւ դիտողներ, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 106 եւ 5 հաճախականությամբ եք մեզ լսում, կարող եք նաեւ թվային հարթակներում դիտել մեր բոլոր հաղորդումները։ Այս պահին թարմ ուղեղով զրույցն ենք մենք սկսում, մեր տաղավարում ապրելու երկիր կուսակցության նախագահն է Մանե Թանդիլյանը, բարի օր Տիկին Թանդիլյան։ Շնորհակալ եմ եւ ուրախ եմ, որ դուք այսօր մեր տաղավարում եք, շատ երկար ժամանակ է չեք եղել, շատ բազմաթիվ դեպքեր եղան, հացադուլից սկսած մինչև բողոքի ակցիաներ, ինչ որ արդյունք տեսակ այդ ամենից հետո, դե ամեն դեպքում դատավարությունը շարունակվում է եւ կարծես թե հանրային մակարդակով անտեսված է այդ հարցը, բայց դուք շարունակում եք երևի հետեւել, ես տեսնում եմ գրառումներ եք մշտապես անում, ինչ փուլում ենք մենք։ Մի կարևոր խնդիր այնուամենայնիվ լուծվում է, երբ որ մենք հարցը պահում ենք օրակարգում, դա այն է, որ մարդիկ չեն մոռանում գերիների առկայության մասին, ես գիտեմ, որ չեն էլ մոռանում, բայց հաճախ անհրաժեշտություն կա ի ցույց դնել, որ մենք սա չենք ներելու եւ չենք մոռանալու։ Եվ դրանից հետևություն է անում թե միջազգային հանրությունը եւ թե Ալիևյան ռեժիմը եւ դրա համար է դա նաեւ անհանգիստ, որ հանկարծ Հայաստանում իշխանություն չփոխվի, որովհետեւ ժողովուրդը լինելու է պահանջատեր այս հարցի շուրջ, որովհետեւ բովանդակային առումով ժողովուրդը թե իշխանությունը ժողովուրդն է լինելու, այս իշխանությունը երբեք հաջորդ իշխանությունը, որը պիտի ձևավորվի, ես համոզմունք ունեմ, որ 26 թվականի երկրում առնվազն ամենաուշը, այսպես ձևակերպեմ, պիտի իշխանություն փոխվի ժողովրդի ձեռամբ, որովհետև նաև ուզում ենք ժողովրդավարական պետությունը ամրապնդվի, ճիշտ կայանա, որովհետև իշխանության փոփոխությամբ է որոշվում արդյոք ժողովրդավարությունը որպես գործիք եւ իշխանության առաջացման աղբյուր աշխատում է թե ոչ։ Եվ դեռ դրա մասին երևի թե խոսենք, բայց ուզում եմ որ պարզ լինի գերիների առկայությունը խաղաղություն չի բերելու։ Հետևաբար մեր ժողովուրդը պիտի դա ի ցույց դնի։ Երբ որ մենք պայքարում էինք եւ ի ցույց էինք դնում, թե ինչ է կատարվում Ադրբեջանի Բաքվում, թե Ացադոլի միջոցով, թե տարբեր խոսքի ցույցերի եւ պիկետների միջոցով, իսկապես տեսանք, որ մարդիկ շատ անհանգիստ են։ Սա մի կողմից ուրախացնող է առայն որ մարդիկ իսկապես չեն մտածել, մտահոգ են, մյուս կողմից ակնհայտ է որ ժողովուրդը շատ անելիք այս փուլում չունի, դա իշխանությունների գործ է եւ հետեւաբար ժողովրդի անելիքը այս իշխանություններին փոխելն է, որպեսզի կարողանանք վերադարձնել մեր գերիները։ Այն կարևորը որ հանրությունը պիտի իմանա, բոլորը չէ որ ամենօրյա մակարդակով հետևում են այդ գործընթացներին, ինչ կա ասելու որ կուզեք որ ավելի լսելի լինի, ավելի հանրային լինի այդ process-ների հետ կապված։ Առաջինը որ ես կուզեմ ասել, որ մեր ժողովուրդը հանկարծ չմոռանա այդ մարդկանց գոյությունը եւ այն ինչ կատարվում է նրանց հետ։ Ես հասկանում եմ մարդիկ իրենց առօրյայով պիտի ապրեն եւ լավ է եւ թող ապրեն, բայց հանկարծ մոռացության չմատնան եւ անհրաժեշտության պարագայում իրավիճակի պահանջով իրենք լինեն այնտեղ, որտեղ իրենց մասնակցությունը կարող է նպաստել խնդրի լուծմանը։ Երկրորդ ամենակարևոր բանը, որ ուզում եմ մեր ժողովուրդը գիտակցի ու հասկանա, եթե մի փոքր ուշադիր ուղղակի նայեք, թե ինչ հոդվածներով են այդ մարդիկ դատվում, 23 հոգին այսօր կամ դատվել, նրանք բոլոր այն հոդվածներն են, որոնք վերագրելի են յուրաքանչյուր հայ մարդու Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ով գոնե մեկ անգամ այցելել է Արցախ, ով ազգությամբ հայ է, որովհետև այնտեղ պայքարել են հայ մարդու ինքնորոշման իրավունքի համար Արցախում ապրող, իսկ հիմա այդ պայքարի, այսինքն հայության պահպանման համար պայքարի համար դատվում են մեր հայրենակիցները, հետևաբար եթե դուք երբևէ ցանկացել եք, որ հայ մարդը իրացնի իր իրավունքը իր պապական հողում ապրելու, իր հայրենիքում ապրելու, ուրեմն դուք հանցակից եք այդ նույն հոդվածներով։ Հետևաբար մենք պիտի գիտակցենք, յուրաքանչյուր մեկիս վրա հիմա կարվում են գործեր այնտեղ դատվող հայերի միջոցով։ Հայաստանի Հանրապետության, երրորդն եմ արդեն ասում, Հայաստանի Հանրապետության դեմ է կարվում գործ, որը վաղը մյուս օր օգտագործելու է միջազգային ատյաններում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը որպես ագրեսոր երկիր է ներկայացվում, այլ ոչ թե աջակցող ինքնորոշման իրավունքին, այլ տարածքային ոտնձգություն իրականացնող է ներկայացվում։ Իսկ ագրեսոր պետությունների հանդեպ միջազգային հանրությանը եւ օրենքները լրիվ այլ վերաբերմունք եւ դիրքավորում են ունենում։ Եվ այս գործերով Ադրբեջանը շարունակելու է հետապնդել Հայաստանի Հանրապետությունը մինչև չհասնի իր ուզածին։ Դուք այսօր էլ տեսնում եք, թե նրանք ինչպես են հետապնդում մեզ, մեր առօրյա կյանքում, հենց այսօր էլ կրակելով խոզնավար, խնածաղ տարբեր մեր գյուղերի վրա Սյունիքում, հենց
այսօր պահանջելով սահմանադրության փոփոխություն, նվաստացնելով հայ ժողովրդին, 300,000 ադրբեջանցիների մասին խոսելով, այսինքն նրանք հետամուտ են լինելու, ներառյալ նաև այս հոդվածները, որոնք նրանք կարում են մեր պայքարի ոգու վրա։ Մենք պիտի աչալուշ լինենք, այս ձևով շարունակվի, մենք խորը խնդիրներ ենք ունենալու մեր պետության համար։ Դե ունենք արդեն շատ խորը։ Այո, եւ խորանալու տեղ էլ կա, թվում է թե չկա, բայց կա։ Տիկին Թանդիլյան, ռազմաքաղաքական էլիտայի մասին երբ խոսում ենք, այդ անտարբերությունից հատկապես երբ խոսում ենք, Ռուբեն Վարդանյանին մի կողմ դրած, մյուս բոլորի հանդեպ վերաբերմունքը շատ ավելի խիստ անտարբեր է։ Ինչով է դա պայմանավորված, այսինքն թե Արցախահայության կողմից, թե ամբողջ հայության կողմից նկատվում է անտարբերությունը։ Այս բողոքի ակցիաները, որ տեղի ունեցան, դրանք հատկապես հնարավոր եղավ Ռուբեն Վարդանյանի անունը հնչեցնելով իրականացնել։ Ինչ խնդիրներ են թաքնված խորքում, որ մարդիկ անտեսում են բոլոր մյուս մարդկանց հաճախ։ Միշտ չասեմ հաճախ։ Հա, հասկանում եմ հարցը։ Իրականում Ռուբեն Վարդանյանի անունի հետ կապված ոնց որ դուք ձևակերպեցիք բողոքի ակցիան, իրականում պատճառը հացադուլն էր։ Մենք հասկանում ենք, որ նա իրականացում էր հացադուլ, որ իր առողջության եւ կյանքին վտանգ էր սպառնում։ Բայց եթե խոսեմ, բայց իր տեսակը որպես մարդ ավելի ընկալելի է հաճախ, քան եթե այդպես է, ես ուրախ կլինեմ, ինչու եմ դա ասում, որովհետև մենք հասկանում ենք Ռուբեն Վարդանի ավանդը Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի կայացման, հայապահպանության գործում եւ հնարավորությունների առումով համեմատելի չէ մնացածի հետ եւ իրականացման առումով հնարավոր չէ համեմատել մնացածի հետ։ Եկեք ճիշտը խոսենք, այսինքն այնինչ արել է Ռուբեն Վարդանյանը հայապահպանության հարցում, շատ քիչ հայ է արել կամ անել Իսկ ինչ վերաբերում է ռազմաքաղաքական ղեկավարությունը, նրանք այլ ֆունկցիա ունեն։ Նրանք պետական մարդիկ են, ովքեր իրենց գործառույթներն են իրականացնում, հաճախ շատերի համար ոչ ցանկալի կամ ցանկալի, այսինքն այստեղ դատելը եւ մտածելը կարծիք ունենալը, միանշանակ կարծիք շատ ավելի հեշտ է։ Բայց ես անդրադառնամ, թե ինչու է դա այդպես տեղի ունենում, պետք է ֆիքսել ու արձանագրել այս իշխանությունների վարքագիծը արցախցիների հանդեպ ու հատկապես երբ որ խոսում են, ահա թալանեցին, կերան, կոռուպցիա կար եւ այլն, դա վերագրվում է ավտոմատ կերպով ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Եւ անամոթաբար այդ տեքստերը հնչում շարունակում են, չհասկանալով թե ինչ ասել։ Խնդիրը ճշմարտությունը չէ։ Ադրբեջանական բանտում որևէ հայ չպետք է դատվի։ Դե միանշանակ։ Խնդրեմ, բերեք Հայաստան, եթե հարցում եք, այդ չեմ ասում, որ այստեղ գտնվող Սամվել Շահրամանյանը նույնպես որպես նախագահ Արցախի ներկայացրել էր դատախազություն, չէ, դիմում։ Քննեք, անվանական քննեք, բավարար է արդեն օդում կախված նիկոլական լուրերի միջոցով մարդկանց վարկաբեկել։ Ես կրկնում եմ, մենք պիտի հասկանանք անմեղության կանխավարկածի բովանդակությունը, քանի դեռ չեք դատապարտել, առավելապես գործերել չեք հարուցել անգամ, ամեն անգամ խոսել, դա բիսեդկայի բամբասանքից են կողմ չանցնող լուրեր են։ Եվ կներեք, չի կարելի, պետք է դադարեցնել պետությունը այդ ձևով կառավարել, այս մարդիկ, այս իշխանությունը ահա այդ ձևով են կառավարում եւ պահպանում իրենց աթոռները։ Էլի եմ ասում, կարող է կա ճշմարտություն, կարող է դա ընդհանրապես առարկան չէ քննարկման։ Այնտեղ գտնվող 23 հոգի մարդ կա, նրանց էլ մի կողմ, բայց մնացածին ինչի հետ չեք բերել։ Այն 7 հոգի դատապարտվածին ինչի չեք կարողանում հետ ստանալ։ Ադրբեջանական բանտում նստած մարդիկ իրենց ինչ որ պատիժ են կրում միայն նրա համար, որ օրինակ նոյեմբերի 11-ին փորձել են սնունդ հասցնել Ստեփանակերտ։ Մենք հասկանում ենք ու մասն ենք խոսում։ Միջին վիճակագրական հայրենասեր մի հրաշալի մարդկանց, ովքեր ընդհանրապես ուզեցել են աջակցեն ծանր վիճակում գտնվող իրենց հայրենակիցներին, բայց մարդկանց ինչի չեք վերում, որովհետև անունակ եք, անկարող եք, բայց ձեր անկարողությունն ու ապիկարությունը արդարացնելու համար ամեն պիտակ կարող մի վիճակի եք մտածել պիտակավորելու յուրաքանչյուրին եւ ավելորդ է ասել ատելության այս մթնոլորտը ստեղծելու։ Երբեք չի խոսվում այն մասին, թե արդյոք ադրբեջանցի գերիներ կան Հայաստանում, թե ոչ, եւ փոխանակման հարց կարող է դրվել, թե ոչ։ Ինչու է այդ հարցը գաղտնի պահվում, իրականում չկա նման հարց քննարկման, մենք չունենք գերիներ, թե պարզապես այդ հարցը ադրբեջանական կողմն է փակել տվել, այսպես ասած։ Իմ տվյալներով փոխանակվել է այստեղ ով կար, որքան որ ես եմ տեղյակ, բայց ես նաև գիտեմ, մենք նաև ինֆորմացվել ենք։ Այո, հրապարակային է։
Բայց ես նաև գիտեմ, որ կան երկու վարձկան Սիրիայի վարձկաններ, ովքեր այստեղ են գտնվում եւ այդ հնարավորությունը նույնպես արկա է, այսինքն առնվազն երկու հոգու մասին էլի հրապարակային տեղեկություն եմ ասում, արկա է նման տվյալ։ Հիմա որքանով է Ադրբեջանը շահագրգիռ այս մարդկանց վերադարձով, որքանով որ ոչ, բայց մեր իշխանությունները այո աշխատանք այստեղ էլ ունեն անելու, ներգրավելու նաև այլ երկրներ այս գործընթացներին։ Եվ ինչն ամենակարևորն է, այդ հարցը ընդհանրապես օրակարգում ունենալն է խնդիրը։ Այս իշխանությունը այդ հարց օրակարգում ուղղակի չունի։ Նա չի հասկանում, որ այնտեղ պահելով 23 մեր առնվազն 23 մեր հայրենակիցների Հայաստանի Հանրապետության դիրքերը եւ բանակցություններում եւ ամեն տեսակի հարաբերություններում թուլանում են։ Այո, քաղաքական իհարկե։ Եվ դա չանելով դու ուղղակի կորցրել ես քո երկրի եւ դեմքը եւ արժանապատվությունը, հետեւաբար քեզ հետ հաշվի նստողներ չեն լինելու, ոչ էլ այլ պետություններ։ Երբ որ դու տիրություն չես անում քո քաղաքացուն ում պաշտպանելը քո պետական անվտանգության խնդիր է, ում պաշտպանելը պետության գոյության իմաստն է, քեզ հետ ինչպես կարող են խոսել ընդհանրապես։ Եվ այս հարցերը մեզ թվում է թե դե հա 23 հոգին այդպես չի։ Սրանք խորքային խնդիրներ են առաջացնում Հայաստանի Հանրապետության համար։ Տիկին Թանդիլյան, բայց այ դուք անկարողությունից խոսեցիք, այստեղ իսկապես անկարողության հարցն է, թե վրեժխնդրության հարցն է, ինչ որ անձերի հանդեպ։ Ամենևին անկարողություն, խոսում եմ այն մասին, որ Հայաստանի իշխանություններն են անկարող։ Ոչ թե դա անկարող հարց է, այլ Հայաստանի իշխանությունները ուղղակի ի վիճակի չեն կարողանալու արժանապատիվ խաղաղություն ապահովել եւ պայքարել սեփական քաղաքացիների համար։ Այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Օրակարգում չունենալն է խնդիրը եւ դա ներկայացնել որպես ոչ կարեւոր հարց, որովհետեւ if օրակարգում չունես, պիտի չէ ժողովրդին բացատրես թե ինչու։ Եվ մարդիկ էլ դե սովոր են այս իշխանությունների մասին ինչ են ասում, որ դե չեն կարողանում, ուզում են, չեն կարողանում, դա այդպեսի բան չկա։ Կան հարաբերություններ, որոնք դու կարող ես ընդգծել որպես քեզ համար կարևոր եւ օրակարգային եւ չանել։ Հիմա այս իշխանությունները ընտրել են ջայլամի քաղաքականություն, փորձելով նաեւ խափել եւ մոլորության մեջ գցել ժողովուրդը։ Հանրության հետ շփվելով հաճախ կարելի է լսել այն թեզը, որ այս իշխանությունը ամեն ինչ պարզապես անում է, որ արցախցիները լքեն Հայաստանը եւ չդառնան, այսպես ասած, խնդիր, հոգս, հետագայում իշխանություն հեռացնելու նաեւ ինչ որ խոչընդոտներ չստեղծեն իրենց համար, բայց դրան զուգահեռ օրինակ մենք այսօր տեսնում ենք արշավ է գնում եկեղեցու դեմ, հետո տեսնում ենք, որ այլ կառույցների դեմ։ Այսինքն այստեղ ոչ թե ինչ որ կոնկրետ արցախցիներն են կամ ինչ որ խումբ է մարդկանց, այլ կարծես թե տպավորությունը Հայաստանի դեմ է արշավ գնում։ Դուք ո՞նց եք վերաբերվում, կուզեմ առանձին հարցերին անդրադառնալ, թե արցախցիների մասով այդ թեզերը, որոնք շրջանառվում են եւ այն սուր քննադատությունները, որ ղեկավարության կողմից կա վարչապետի ընտանիքի կողմից նաև մասնավորապես, ինչով է դա պայմանավորված։ Նախ ակնհայտ է, որ այս իշխանությունները մտել են քարոզչական փուլ եւ այդ կրթության ինչ որ արշավ են անում անհամատեղելի մի բառ իրենց գոյության հետ, կրթություն եւ այս իշխանություն կամ կներեք այս ընտանիքը, ովքեր ամենաանդաստիրակ կերպով ցուցադրել են իրենց տեսակը վարքագիծը ամբողջ հայ ժողովրդին ու դա բավարար չի ամբողջ աշխարհին։ Եվ հետեւաբար այս մարդիկ քարոզչական փուլի մեջ են։ Ինչ է կատարվում։ Որևէ մի տեղից, երբ որ նրանք վտանգ են զգում իրենց աթոռին իշխանությանը, նրանք այլևս անթաքույց հարձակման են անցնում պաշտպանելու համար իրենց աթոռը եւ պահպանելու իրենց էլեկտորատը։ Կներեք, բայց ստացվում է այնպես, որ մեր ազգում կան մարդիկ, ովքեր դեռ կարող են իրենց ներկայացուցիչ ընտրել այս անդաստիրակ վարքագիծը, ընտանիքը, իշխանությանը։ Եվ ես ուզում եմ այդ մարդկանց ուղղակի ասել, որ եթե դուք չնչին անգամ պատվախնդրություն արժանապատվություն ունեք, դուք ուղղակի պիտի այլևս երբեք չասոցացնեք ձեզ այդ մարդկանց հետ, ձեր քվեով հատկապես։ Ովքեր են այդ մարդիկ, վատ կրթություն ստացած մարդիկ են, վատ պայմաններում մեծացած մարդիկ են, ովքեր են, ինչ տեսակով մարդիկ։ Թույլ տվեք այստեղ մի քիչ դիվանագիտություն անել եւ որպես քաղաքական գործիչ չբնութագրել ժողովրդի այդ հատվածին, որովհետև ես այդքան բառապաշար իսկ թույլ տալ չեմ կարող, ընդհանրապես պիտի իրենց խնդրեմ։ Դուք ընտրում եք ազգի ներկայացուցիչ։ Դա այդ ընտրության այդ մոտեցմանը գնալիս այդ մասին մտածեք եւ թե ինչպիսին են աշխարհը տեսնում ձեզ։ Եթե դուք ձեր տանը կամ այլ միջավայրում կարող եք նման վարքագիծ թույլ տալ, ձեզ չեն տեսնում,
այդ մարդկանց ում դուք ընտրում եք, տեսնում է ամբողջ աշխարհը եւ ցավոք սրտի նրանցով է ներկայանում մեր երկիրը։ Դա մեզ համար խորքային խայտառակություն է, խայտառակություն։ Այս անդաստիրակությունը սա մեր խայտառակությունն է։ Եվ հետեւաբար արցախցիների դեմ, եթե գանք ձեր հարցին, իրենց վարքագիծը ինչով է, այսինքն նրանք այստեղ էլ թույլ տվեք ռազմավարական պատասխան տամ։ Նրանք անգամ այնքան խելք չունեն հասկանալու, որ արցախցիները ուղղակի նաև կարող են ծառայել Հայաստանի Հանրապետության համար խաղաքարտ տարբեր բանակցային գործընթացներում։ Եթե 300,000 ադրբեջանցի իսկ ոչ մի տեղից Ադրբեջանը ստեղծել է այդ թեզը, գա Հայաստանի Հանրապետություն, նրանք պայքար են դրում։ Դուք պատկերացնում եք Հայաստանում ինչ է կատարվել։ Դուք հասկանում եք, որ այդ օրը հեռու չի։ Ու դրան հակադրող ոչինչ այս իշխանությունը վերացրել է ամեն խաղաթուղթ դրան հակադրող։ Մեր մոտ կավարտվի այս երկիրը, հասկանում եք թե չէ։ Եվ հետեւաբար այս իշխանությունները, այո, դու որ ասում եք Հայաստանի Հանրապետության դեմ է, այո, արցախցիների դեմ եւ նպատակ դնել, որ նրանց այստեղից տարալուծվեն եւ գնան երկրում չմնան, փոխարեն ունենան հավաքական ուժ այստեղ, որը պիտի պաշտպանի նաև Հայաստանի Հանրապետության շահերը հետագայում։ Այդքան խելք անգամ չունեն դա ընկալելու համար։ Եկեղեցու նկատմամբ վարքագիծը, գիտեք, որով մեկը այստեղ չենք խոսում նրա մասին, որ ամեն ինչ հրաշալի կարգին է եկեղեցում։ Ու ինչու՞ միայն եկեղեցում, այդ որտեղ ամեն ինչ հրաշալի ու կարգին։ Չկա նման։ Բայց երբ որ դու նմանատիպ վարքագիծ հրապարակային ցույց ես դնում, դուք տեսել եք ինչպես են ադրբեջանական պետական լրատվամիջոցները հրճվանք ցուցադրել, որ մեզ բան պետք չի, Փաշինյանին եկեք պահենք Հայաստանում իշխանության, մեզ բան պետք չի, այլևս ոչ մի փամփուշտ, ոչ մի զինվոր Հայաստանը ոչնչացնելու համար։ Հարցը այստեղ ինստիտուտներն են, վերջապես պիտի այս մարդիկ հասկանան, թե ոչ անձերի մասին չենք խոսում։ Եվ դուք ուր եք հասել, այդ ինչ շրիշակի ցածր վարքագծի միջոցով եք այլևս ձեր իշխանությունը պահում։ Ինչա ես նույնիսկ բացատրություն չունեմ։ Ես ընդհանրապես իսկ եկեղեցին առհասարակ սրան ոնց պիտի արձագանքի չհաշված այն հայտարարությունները, որ տարբեր հոգևորականներ արել են, հարցազրույցների միջոցով քննադատել, առհասարակ եկեղեցին որպես կառույց այս չգիտեմ, վարքագծին երևի ասեմ, ոնց պիտի վերաբերի արձագանքի, արդյոք պիտի անտեսվի ու անցնի այս ամենը։ Չէ որ կարա դա օրինակ դառնա հետո, որ այ եթե լուրջ արձագանք չեղավ այս ամենին, սա նորմալ է։ Կարելի է շարունակել, յուրաքանչյուրը կարող է եկեղեցուն նման կերպ թիրախավորել։ Իհարկե, եւ եկեղեցին կարծում եմ առաջին բանը որ պիտի անի, պիտի միահամուռ ու միաբան լինի իր դիրքերը ամրապնդելու, պաշտպանելու հարցում եւ ասելով սա ես նաեւ հոգեվոր առումով նկատի ունեմ։ Ես շատ կուզեմ, որ եկեղեցին, գիտեք, ամեն մի ճգնաժամ, չէ, որ առաջանում է, նաեւ հնարավորություն է նայելու սեփական իրավիճակը, վարքագիծը, պատճառը, հետևանքը։ Լավ կլինի, որ եկեղեցին նաեւ միահամուռ, միաբան լինի մի կողմից եւ համարժեք պատասխան տա առայն, որ հոգեվորական վարքագիծը այլ ավելի ընդգծվի եւ բարձրացվի, մյուս կողմից նրանք պիտի նաեւ դիտարկեն, թե ինչու է հաջողվում մեր ժողովրդին այսպես մոլորության մեջ գցել։ Եվ ես հուսով եմ, որ եկեղեցին իր բարձրության վրա կգտնվի նախ եւ առաջ զուտ մակարդակի առումով, մյուս կողմից պիտի այո մենք բոլորս նաեւ որպես մարդիկ լինենք եկեղեցու կողքին որպես ինստիտուտ։ Կրկնում եմ, դա չի նշանակում, որ այնտեղ ամեն ինչ փայլուն է կամ ինչ-որ մի ինստիտուտում ամեն ինչ փայլուն է, բայց այս մարդիկ, այս իշխանությունները ապականում են յուրաքանչյուր ինստիտուտ եւ արժեքներ, որ հայ ժողովուրդը ունի։ Մենք հայ առաքելական եկեղեցու հետևորդներ ենք։ Եթե դուք աղանդավոր եք, դա արդեն իցույց մի դրեք մեզ բոլորիս, որովհետեւ այս վարքագիծը այլ բանի մասին է։ Դուք ուզում եք քանդել մի ինստիտուտ, իսկ դրա ցանկությունն ունի կամ թշնամին կամ աղանդը։ Հետևաբար դե արդեն բնութագրենք, որոշենք դուք որտեղ եք, բայց այդ որոշումն էլ պիտի արդյունք հետևանք ունենա, որ այլևս աջակցություն չունենան այս մարդիկ։ Այո, եկեղեցին պիտի մնա իր բարձրության վրա, մի կողմից, մյուս կողմից միահամուռ, միաբան լինեն եւ հասկանան, որ եթե կան հարցեր, իրենք պիտի իրենց հարցերը աստիճանական կարգավորեն, լուծեն, բայց միևնույն ժամանակ չթուլանան եւ չտրվեն այդ սադրանքներին։ Քարոզարշավից խոսեցին, որ կարծես թե արդեն սկսված է իշխանությունը այդ թեժ process-ի մեջ է եւ
դեռ վաղ էր կարծում եմ սկսվել, այս օրերին չի որ սկսվել է այդ քարոզարշավը, չնայած որ շատ գաղտնի տարբերակներով է արվել, կա վաղ իշխանության կողմից կարծում եք, որ 26 թվականում հաջողության չի հասնի, թե ամեն դեպքում սա հանրության հետ շփվելու տրամադրությունները ստուգելու առիթ է։ Ոչ միայն կա վախ, իրենք համոզմունք ունեն, գիտեն, իրենք հո տիրապետում են տվյալների։ Հետևաբար բնականաբար գիտեն ու գիտեն վաղուց ու հենց դրա համար են վաղուց սկսել փորձել ընդգծել այսպես սահմանները, թե իրենց սոցիալական հենարանը ինչպես միաբանեն իրենց սոցիալական հենարանին, ահա այս էժանագին միջոցով ստիպելով մարդկանց մասնակցել իրենց այս հավաքներին եւ ցուցադրելով թե իբրև թե մասնակցություն կա, մարդիկ իրենց չեն խնայում, գնում են կրթվեն մի ընտանիքի մոտ, ովքեր անդաստիրակության մարմնավորում են այս երկրում։ Նման բան ուղղակի չի կարող լինել։ Եվ ես ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր գնում են այս միջոցառումներին, ես հասկանում եմ ճնշումները իրենց վրա տեղի ունեցող եւ ես կոչ եմ անում իրենց վրեժխնդիր լինել ընտրությունների միջոցով առնվազն չընտրելով այս մարդկանց, որովհետև ինչքան կարելի է գնալ, սուտ ու կեղծիք լսել, միևնույն ժամանակ արտահոսք եղավ չէ իրենց այդ միջոցառումներից, որտեղ անգամ Հրանտ Մաթեոսյանին վերագրել են բաներ, որոնք ինքը չէր ասել։ Այս մարդիկ անգամ տարական բաներից են անտեղյակ։ Ընդ որում իրենց լրատվամիջոցով հրապարակված ինֆորմացիաներ թեզեր էին, որոնք իրենք պիտի առնվազն դա իմանային, որ դա Հրանտ Մաթեոսյանն չի ասել։ Այսինքն անգամ այս շրջանակներում սուտ, կեղծիք, անհիմն ինչ որ թեզեր են հնչում։ Եվ մեր ժողովուրդը պիտի այդ դա իմանա։ Հիմա այս մարդիկ ինչ են անում։ Գնում են այնտեղ արդյանում բացատրում, թե ինչ է կատարվել, ինչի են իրենք ճակերտավոր էլի նացել տենց այսպես լավն են ու իրենց ընտրեն։ Հա, մարդիկ այսինքն իրենք ինչ են անում, իրենց սոցիալական հենարանն են ապահովում։ Այս մասով հարցեր չկա, ամեն ինչ ակնհայտ է, բայց ելի եմ ասում, ես ուզում եմ այդ մարդիկ, ովքեր գնում են այդտեղ կամ ինչ որ ձևի դեռ պատկերացնում որ իրենց պիտի ձայն տան, պիտի հասկանան, որ այդ անդաստիրակությունը պիտի երկրում ընդհատվի իրենց միջոցով նաև եւ այդ քայլին չգնան։ Հայաստանում ընտրություններին մինչև ընտրություններ հասնելը process-ները ակնհայտ է որ կո ամեն օր են լինում եւ այս իշխանությունների սադրանքները այնքան են որ ամեն պահի մեկի որ դողմունքը ներպես ասած համբերության թելն է ընդհատվում, ակնհայտ է որ սա բերելու է փոփոխությունների եւ ես համոզված եմ որ 26 թվականին իրենք հույս չունեն եւ 50+ չեն հավաքելու, դա միանշանակ է։ Հիմա պիտի ժողովուրդը նաև հանկարծ ձայն չտային սատելիտ ուժերին, օրինակ ոնց որ Երևանում հնարավորություն տվեցին Հանրապետություն կուսակցությանը ընտրելով ԿՊ-ին վերարտադրվի Երևանում, պիտի նման սխալ չկրկնեն։ Իմանան իրենց նաև փորձից, տեսնում են ով ում հետ է ինչպես է աշխատել, ինչ է արել եւ այս ամեն ինչը պիտի մեր ժողովուրդը ուղղակի տեսնի։ Ակտիվ մասնակցի ընտրությունների, ինչը ամենակարևորն է, գալով նորից Գյումրի, տեսակ մասնակցությունը բերեց իշխանափոխության Գյումրիում։ Եվ այո, պետք է գնալ ընտրության։ Մենք հաճախ ենք խոսում դες մասին, մասնակցությունը փոփոխության միջոցն է, որովհետև չի գնում ընտրության դժգոհ մարդը։ Իշխանության այդ սոցիալական հենարանը գնում է։ Ստիպված մարդիկում վրա ճնշում են գործադրում, գնում է եւ անում այդ անվորակ ընտրությունը։ Հետեւաբար պետք է գնալ ընտրության, չընտրել այս իշխանություններին եւ իրենց սատելիտներին ու տեսնել այն ուժին, որին լավ ամենակիչը չեք սիրում։ Ես հասկանում եմ, ժողովուրդը ինչպես այսպես քաղաքական ուժերից ակնկալում է, չգիտեմ, կատարություն, հա, կատարելություն, չգիտեմ ինչ։ Չի լինելու այդպիսի քաղաքական ուժ։ Գնացեք, հնարավորություն սրանց ընդհանրապես վերացրեք քաղաքական դաշտից եւ այն որ ամենակիչն է ձեզ հիասթափեցրել, ընտրեք այդ ուժին։ 26 թվականի ընտրություններում, ընտրացուցակներում ապրելու երկիր անունը մենք տեսնելու ենք, պատրաստվում եք դուք։ Այո, եւ ձևաչափերի քննարկում ունենք, բնական է քաղաքական ուժը եւ իր գործունեությունն է հատկապես ընդդիմադիր այս իշխանությունից ազատվելը մեր օրակարգում է եւ ինչպիսի միջոց է դա մեզանից պիտի պահանջի, մենք գնալու ենք այդ քայլին հաշվարկով, մտածված համագործակցությամբ, տարբեր մարդկանց հետ շփվում ենք, քննարկում ենք, ինչը նորմալ է, այն առումով, որ ես հասկանում եմ 50+ որևէ մեկը այս փուլում չի ունենալու Հետևաբար պիտի գտնել հնարավորություններ եզրել ԿՊ-ին իշխանազրկելու 26 թվականին եւ հասկանալու թե ինչպես է հետագա կառավարումը տեղի ունենալու 26 թվականից հետո։ Արցախցիների մասին խոսեցինք, բայց կուզեմ մի հարց էլ քննարկենք, ամփոփելով նաեւ հարցազրույցը, այն միշտ վերադարձի հարցի մասին, երբ խոսում ենք, ասում ենք, որ իշխանությունները անտարբեր մոտեցում ունեն այդ հարցին եւ քննարկումից օրակարգից դուրս է մնացել։ Արցախցիներն էլ դժգոհություններ ունեն հաճախ այդ հարցի մասով, բայց
Այ հասկանանք, էլի, եթե վերադարձի հարցը դրվում է, ակնհայտ է, որ Ադրբեջանը որպես հաղթող պետություն իր ներկայությունը միշտ ապահովելու է այնտեղ եւ անգամ վերադարձի դեպքում այնտեղ ադրբեջանական դրոշ այսպես թե այնպես լինելու է։ Արդյոք Արցախահայությունը պատրաստ է այդ տարբերակով վերադառնալ այնտեղ, թե պարզապես մենք ուզում ենք, որ հարցը լինի օրակարգում, եթե անգամ այդ վերադարձը տեղի չունենա։ Առաջին հերթին հարցը պիտի լինի օրակարգում, եթե մենք նման նպատակ ունենք, որպեսզի դա տեղի ունենա։ Երկրորդը պիտի դա կայանա միմիայն միջազգային երաշխիքներով, անվտանգության եւ կյանքի երաշխիքով, որ մարդիկ կարողանան այնտեղ առօրյա կյանքով ապրել միջազգային երաշխիք։ Ունենք մենք վստահություն միջազգային հանրության հանդեպ առհասարակ նման քայլի գնալու անգամ։ Մարդիկ իրենց հողում ապրելու իրավունք ունեն, ու սա միջազգային իրավունք է, անկախտելի իրավունք է, հետեւաբար այս առումով սա ամբողջությամբ տեղավորվում է միջազգային կարգավորումների տրամաբանության մեջ եւ դա ապահովելու գործիքնակազմի մեջ եւ սրա համար պայքարելը լեգիտիմ իրավունք է։ Այսինքն այս ամենը փոխկապակցված է։ Իրատեսական է թե ոչ, դա այլ հարց է։ Եվ երբ է իրատեսական, սա էլ մի ուրիշ հարց է։ Նվազագույնը այս պարագայում, որ պետք է արվի, հարցը պիտի մնա օրակարգում, որովհետև այս մարդիկ պահանջատեր են եւ դա պիտի Հայաստանի Հանրապետությանը ուժեղացնող գործիք լինի։ Բայց ամեն ինչից վեր ու ամեն ինչից կարևոր է այսօր Հայաստանի Հանրապետության ուժեղացումը, որպեսզի Հայաստանը կարողանա սատար կանգնել ընդհանրապես բոլոր ատյաններում հայ մարդու իրավունքի պաշտպանությանը, սկսած Բաքվում գտնվող մեր գերիների հարցով, արցախցիների հարցով եւ բազմաթիվ այլ պահանջատիրության հարցով։ Սփյուռքը չմոռանանք նա։ Բնականաբար։ Եվ դա նույնպես այն մեխանիզմն է, որը պիտի ծառայեցնենք Հայաստանի Հանրապետության ապրաբտման։ Այսօր մի խնդիր ունենք ծառագույն լուծելու մեր սահմանների անկախտելիությունն է եւ մեր պետության եւ պետականության պաշտպանությունն ամրապնդումը, բայց սրանք նաեւ այն ինչ որ խոսեցինք, սրանցից հրաժարվելը նշանակում է թուլացնել Հայաստանի Հանրապետությունը եւ այսօր ինչը տեղի ունենում եւ ինչը արվում է այս իշխանությունների օրոք Նիկոլ Փաշինյանի ձեռամբ ինքն իրենից ազգային անվտանգության խնդիր է առաջացնում Հայաստանի Հանրապետության համար։ Հետևաբար դրա լուծումը իշխանությունների հեռացումն է եւ ազգային ու արժանապատիվ պետության ու պետականության ամրապնդում ու կայացում։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ Թարմուղեղով իմ զրուցակիցը Ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանեթ Անդիլյանն էր, ձեզ համար Մոնիկա Մամյանն աշխատեց, շարունակեք հետևել Գործարար ալիքին, կհանդիպենք։